Արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է անում Թայլանդում մնացած զբոսաշրջիկների բողոքներ այն մասին, թե ինչու այս ուղղությամբ հատուկ չվերթ չի նախատեսվում։ Արդյոք կլինեն նաև լրացուցիչ հատուկ չվերթներ մերձավոր արևելքի երկրներից։ Այս կապակցությամբ դիվանագիտական առաքելությունը կրկին կոչ է անում քաղաքացիներին կապնվել դեսպանատների հետ և գրանցվել։ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների 7-րդ օրը։ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական ավիացիան և հրթիռային համակարգերը այս անգամ ռմբակոծել են Իրանի կառավարության ռազմական և քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Հարվածումների հիմնական թիրախը Թեհրանն է, Իրանի մայրաքաղաքը։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնում են, որ իրենք անցնում են գործողության հաջորդ փուլին։ Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածների հետևանքով երկրում վնասվել է ավելի քան 3000 առանձնատուն և 500 առևտրի կենտրոն։ Միևնույն ժամանակ Իսրայելը ինտենսիվորեն ռմբակոծում է Լիբանանում Հեզբոլլահ խմբավորման դիրքերը։ Իրանը հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակում տարածաշրջանում գտնվող իսրայելական և ամերիկյան բազաների վրա։ Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով վերջին 24 ժամվա ընթացքում Իրանի հետ հակամարտության հետևանքով հոսպիտալացվել է 140 քաղաքացի։ Դոնալդ Թրամփն ասում է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը ամբողջությամբ ոչնչացնում են Իրանը։ Նա ասում է, որ ԱՄՆ-ի զինված ուժերը և Իսրայելը ամբողջությամբ ոչնչացնում են իրանական թիրախները նույնիսկ նախատեսվածից շուտ արագ ժամանակում։ Դոնալդ Թրամփը պարզաբանում է, որ Իրանի վրա ցամաքային ներխուժումը ժամանակի վատնում կլինի։ Նա ասում է, որ Իրանը կորցրել է ամեն ինչ և բացառել է ցամաքային ներխուժումը։ Եվրոպական միության արտաքին քաղաքականության ղեկավարը Կայա Կալասը հայտարարում է, որ Իրանը պատերազմի արտահանող է և փորձում է լարել հակամարտությունը Մերձավոր Արևելքում։ Ցյուրիխում Շվեյցարիայի արտաքին գործերի նախարար Իգնացիո Կասսիսի հետ մամուլի ասուլիսում Կալասը նշել է, որ իրանական ռեժիմը ներկայումս փորձում է որքան հնարավոր է շատ երկրներ ներքաշել այս պատերազմի մեջ։ Վերջինս ասել է, որ և ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը ունեն մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս անդամներին որոշել, թե արդյոք նրանք օգնության կարիք ունեն այլ անդամ պետություններից, թե ոչ։ Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ։ Վերջինս դատապարտել է Նախիջևանի վրա հարձակումը և աջակցություն հայտնել եղբայրական ժողովրդին։ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի նախագահին իր աջակցության համար։ Մարտի 5-ին լրատվամիջոցները հայտնել են, որ Նախիջևան քաղաքի օդանավակայանի մոտակայքում անօդաչու թռչող սարք է պայթել։ Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ Շեքարաբադ գյուղում ևս մեկ անօդաչու սարք է կործանվել։ Ադրբեջանի նախագահը Նախիջևանի ինքնավար հանրապետության տարածքում անօդաչու թռչող սարքի հարձակումը անվանել է անհիմն ահաբեկչական գործողություն և ագրեսիա Ադրբեջանի դեմ։ Այսօր հայտնի է դարձել, որ Ադրբեջանը որոշել է իր դիվանագետներին հետ կանչել Իրանի միջադեպի պատճառով։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասատո Կանդայի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկել են Վրաստանի կառավարության և Ասիական զարգացման բանկի արդյունավետ համագործակցությունը։ Ընդգծվել է Ասիական զարգացման բանկի, որպես Վրաստանի ամենահուսալի գործընկերներից մեկի աջակցության կարևորությունը վրացական տնտեսությունում։ Քննարկվել է Ասիական զարգացման բանկի ներդրումային պորտֆելը։ Վրաստանում նշվել է, որ Ասիական զարգացման բանկի ներդրումները թե պետական, թե մասնավոր հատվածներում գերազանցում են $5 միլիարդ և ֆինանսավորում են զբոսաշրջային ենթակառուցվածքների, ջրամատակարարման, տրանսպորտային կապի, էներգետիկայի, ինչպես նաև տարածաշրջանային և մունիցիպալ հատվածի զարգացման ուղղված ծրագրերը։ Նշվել է, որ Թբիլիսիում Ասիական զարգացման բանկի նոր գրասենյակի բացումը Վրաստանի և տվյալ բանկի միջև երկարաժամկետ գործընկերության ևս մեկ հստակ ապացույց է։ Քաղաքացիական գնահատականների թեմա է գեներալ-մայոր Վախտանգ Կապանաձեի հայտարարությունը։ Հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա բարձրաձայնում է Վրաստանում գտնվող կոնկրետ օբյեկտներ, որոնք իր կարծիքով կարող են դառնալ Իրանի զինված ուժերի թիրախ, և խոսում է այն մասին, թե ինչ կաներ, եթե լիներ Իրանի կառավարության փոխարեն։
Սպառնալիքը աճում է ինչպես հարևան երկրների, այնպես էլ Վրաստանի համար։ Վրաստանում կա ԱՄՆ-ի դեսպանատուն եւ կա Բաքու-Ջեյխան խողովակաշարը, որոնք հեշտությամբ կարող են դառնալ Իրանի թիրախը, եթե ես լինեի Իրանի ղեկավարը։ Եվ սա չի բացառվում, նշում է Վախտանգ Կապանաձեն։ ԱՄՆ-Վրաստան հարաբերությունների վերալիցքավորումը եւ երկրների միջև նախկին վարչակազմի կողմից կասեցված ռազմավարական գործընկերության վերականգնումը մաքուր էջից։ Սրանք էին այն հիմնական հարցերը, որոնք Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը բարձրաձայնում է ԱՄՆ-ի գործադիր եւ օրենսդիր մարմններում անցկացվող բոլոր հանդիպումների ժամանակ։ Վրացական պատվիրակությունը վերջերս հանդիպել է ընդհանուր առմամբ 5 կոնգրեսականի հետ։ Կողմերը քննարկել են Իրանում անվտանգության առումով տեղի ունեցող զարգացումները, զուգահեռաբար երկրների միջև հարաբերությունների բարելավումը։ Ավարտվել է Վրաստանի խորհրդարանական պատվիրակության այցը ԱՄՆ։ Այսօր վրացական պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ինչպես կոնգրեսի, այնպես էլ սենատի գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ։ Երեկ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունը մասնակցել է ինքնիշխան ազգերի դաշինքի համաժողովին, որը բացել է ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը։ Վրաստանի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Նիկոլոս Ցամխարաձեն Վրաստանի անունից ելույթ է ունեցել էներգետիկ անկախության հարցերով խորհրդաժողովում, նշելով, որ խոսել է Վրաստանի էներգետիկ քաղաքականության տարանցիկ դերի, ընթացիկ իրադարձությունների եւ արևմտյան գործընկերների կողմից Վրաստանի ներքին գործերի միջամտության մասին։ Գագաթնաժողովից հետո վրացական պատվիրակության անդամները գնահատել են այցը։ Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոս Ցամխարաձեի գլխավորած վրացական պատվիրակության այցը Միացյալ Նահանգներ լուսաբանում է Պոլիտիկոն։ Հրատարակությունը հղում անելով Ցամխարաձեին գրում է, որ այցը հնարավորություն էր վերականգնելու Վրաստանի եւ Միացյալ Նահանգների միջև հարաբերություններ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի նախկին նախագահ Ջո Բայդենը մեղադրեց Վրաստանին ժողովրդավարական հետընթացի եւ 2024 թվականին Կրեմլին ընդօրինակելու մեջ։ Իտալիայի Վերոնա քաղաքի հին հռոմեական ամֆիթատրոնում տեղի կունենա 2026 թվականի ձմեռային պարալիմպիկ խաղերի պաշտոնական բացման արարողությունը։ Կմասնակցի 56 երկրի մոտ 650 մարզիկ։ Նրանց կշնորհվի հավատարմագրեր։ Վրաստանը 2026 թվականի ձմեռային պարալիմպիկ խաղերում կմրցի 2 մարզիկով։ Թեմուր Դադյանին կմրցի բարաքրոս մրցաձևում, իսկ Վալերիան Լումայյան սոնոբորդում։ Պաշտոնական բացման արարողությունը ուղիղ հեռարձակմամբ կառաջարկի Վրաստանի առաջին ալիքը ժամը 23:00-ին։